Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Նախ մանրամասներ ողբերգական դեպքի մասին ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ բնակչի մարմին։ Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը տեղում հետևել է աշխատանքներին։ Դեպքը տեղի էր ունեցել առավոտյան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկի բնակարանում գազի պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Փլուզվել են տարբեր հարկերի բնակարաններ, 12 տուժած տեղափոխվել է բուժկենտրոն, կազմակերպվել է նրանցից 3-ի տեղափոխումը Երևան։ Մարզպետը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել ստեղծել կարիքները գնահատող աշխատանքային խումբ։ Պայթյունի գործով քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնել է ճամբարակ։ Լրագրողների հետ զրույցում Դավիթ Խուդատյանը մանրամասներ է հայտնել, նրա տեղեկացմամբ 2 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Խուդատյանն ասել է, որ լուծելու են այս ընթացքում բնակիչների կեցության հարցը, ապահովելու են անհրաժեշտ պայմանները։ Մարզպետի աշխատակազմը գույքագրել է այս տարածքում առկա բոլոր հյուրանոցների համարները եւ հյուրատները, այն բոլոր բնակիչները, որոնք կարիք կլինեն հյուրատներում կամ հյուրանոցներում մնալու, իրենք անպայման կապահովեն եւ կեցության համար անհրաժեշտ պայմաններով եւ ըստ անհրաժեշտության իրենց առաջիկա օրերի կենցաղը ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Իսկ հետագա մշտական բնակության հարցը ինչպես է լուծվելու, որտեղ մի օրվա գործ չէ, սրա հետևանքները վերացնել ամեն։ Կմնան այնքան ուրեմն հյուրանոցներում եւ հյուրատներում ինչքան դրա անհրաժեշտությունը լինի, մինչեւ հարցին գլոբալ լուծում տրվի, տեսնում եք, որ նախ պիտի շենքը գնահատվի, շենքին պատճառված վնասը այնպիսին է, որ այն հետագա վերականգնման համար ենթակա է թե ոչ, կառավարությունը անպայման սեյսմիկին կդիմի անհրաժեշտ եզրակացություն ստանալու համար, որից հետո կնախանշենք մեր անելիքները ավելի երկարաժամկետում։ Այս պահին ուզում եմ վստահեցնել, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որպեսզի աղետի հետևանքով տուժածները առանց կեցավայրի չմնան, առանց անհրաժեշտ պարագաների չմնան, մինչև վերջնական որոշում կկայացվի արդեն շենքի եւ մեր երկարաժամկետ ուրեմն լուծումներ տրվող քայլերի մասով։ Բնակ ֆոնդ կա, պարոն նախարար, հնարավոր է ինչ-որ այլ շենք հատկացվի։ Իհարկե հասկանում եմ, որ շատ նախնական է ամեն ինչը դեռ, բայց բնակ ֆոնդի մասով ինչ կարող եք ասել ճամբարակը։ Շատ նախնական է, այս պայն այդպիսի գնահատական չեմ տա, պիտի վստահեցնեմ մեր աղետից տուժած մեր քաղաքացիներին, որ առավելագույնը կանենք, որպեսզի իրենց համար դժվարություններ հնարավորինս քիչ ստեղծվեն, առանց էտել արդեն իմացակ զոհերի մասին, վիրավորների մասին, իրավիճակը վատն է եւ այս շոկը հաղթահարելու անհրաժեշտություն էլ կա։ Սահմանային կրակոցների մասին է խոսել Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը, վստահեցնում է, կրակոցներով Ադրբեջանին չի հաջողվում սյունեցիների շրջանում խուճապ տարածել։ Կրակում են գիշերային ժամերին, բայց թե ինչու չգիտեն։ Մարզպետի խոսքով կրակոցների ֆոնին մարդիկ ավելի շատ են հավատում ու հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Գիշերները կրակոցի ձայներ մերթ լսում են, բայց գիշերային ժամերին։ Երկարատև են այդ կրակոցները։ Ոչ, կարճատև են, բայց տարբեր ժամերին են։ Թիրախային վնաս կրած։ Ոչ, նոր որևէ բան չկա դեռ։ Ըստ ձեզ ասում են, որպեսզի վախեցնեն։ Ուղղակի որ կարողանամ լսել։ Բնակավայրերի ուղղությամբ են կրակել եւ վնասվել են, հա, նաեւ տանիքներ։ Այո, վերջին տեղեկատվությունից հետո չի եղել բնակավայրերի ուղղությամբ։ Բայց բնան ասում է, որ հենց բնակավայրերի ուղղությամբ անգամ մարդկանց տներ են վնասվում։ Չէ, դուք չլսեցիք ինձ, ասում վերջին այն տեղեկատվությունը, որ բանն հաղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դեպք, որ կարծիքով ինչ նպատակի հետապնդում եւ ասում են, որ ըստ էության նաեւ խուճապ են փորձում հասարակության շրջանում, այս դեպքում սյունեցիների շրջանում տարածել։ Խուճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակը որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Իսկ տեսական է, կարծում եք, հնարավոր է, որ ավելի մեծ գործողությունների վերածվի։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել։ Այո, իհարկե։ Չէ, որովհետեւ ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները դիմում։ Այսինքն հերքում եք պարոն Ղուկասյան, որ մարդիկ ուզում են թողնեն գնա, որովհետեւ այդպիսի ինֆորմացիաներ տարածվում են եւս, որ մարդկանց տրամադրություններ։ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։
Տավուշում կրակոցներ վերջին անգամ եղել են մոտ 1 ամիս առաջ։ Լրագրողների հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ասել է, որ վիճակը հանգիստ է։ Հարցին Գիրանցի պատն ինչու է ճաքել, մարզպետը դա աղետ չի համարել։ Ասել է, որ վերականգնվող բան է։ Գիրանցի պատը 130 մետր է։ Այն ժողովրդի պահանջով է եղել ու ավելի շատ հոգեբանական խնդիր է լուծել։ Այնտեղ լիցք հարված մեծ ծավալի հողային աշխատանքներ են իրականացվել, այդ պատճառով այսօր ունենք դա, որը լուծվող հարց է։ Մարզպետի խոսքով դա սահմանի ամենաանվտանգ հատվածն է։ Տավուշում նման դեպքեր եղել են մոտ 1 ամիս առաջ, հիմնականում Բերդի տարածաշրջանում անկանոն կրակոցներ են եղել, որ ուղղորդված որևէ կետի վրա, հիմա հանգիստ վիճակ է, ավելացնելու բան չունեմ։ Իսկ սահմանազատման Սահմանազատման գործընթացից իմ ունեցած տեղեկատվությամբ որևէ պրոցես չկա այս պահին եւ գտնում եմ, որ ճիշտը հարց ուղղելը սահմանազատման սահմանագծման հանձնաժողովին։ Մասին տեղյակ չեք, թե ինչ պատճառով ընթացք չի ստանում, որովհետև կանոնակարգ էր հաստատվել, որ պետք է Տավուշից։ Ոչ, դա ինձ վերաբերվող հարց չի, ուղղեցեք հարցը սահմանազատման սահմանագծման հանձնաժողովին։ Իսկ այն կետը, որը ֆիքսվել է, որտեղից որ պետք է սկսեն Տավուշի մարզում է, որևէ աշխատանք ոչ մի աշխատանք իմ տեղեկատվությամբ չի իրականացվել։ Գիրանցի պատը ինչու ճաքեց։ Գիտեք, այնտեղ հիմնականում գիտեք այդ process-ները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, որը պարզեր իր հետևանքներ ունենալու էր եւ դա չեմ գտնում, որ շատ մեծ աղետ է վերականգնվող գործ։ Որովհետեւ որպես բան էին, ներկայացնում ձեռքբերում, Գիրանցի պատը, որ ըստեյության Հայաստանի Ադրբեջանի բաժանումն էր ու խորհրդանշական էր։ Գիրանցի պատը ժողովուրդ ջան 130 մետր, եթե ես չեմ սխալվում, 130 մետր պատը ավելի շատ ժողովրդի պահանջով է եղել եւ ինքը ավելի շատ հոգեբանական խնդիր է լուծել։ Մենք գիտենք այնտեղ խնդիր չկա, աշխատանքները իրականացվել են կարճ ժամանակահատվածում, այնտեղ հիմնականում լիցք հարված մեծ ծավալի հողային աշխատանք է իրականացվել, այդ պատճառով այսօր ունենք դա, որը որ լուծվող հարց է։ Դուք եք կարծում, որ ամենաանվտանգ հատվածն է այդ սահմանազատված հատվածը։ Միանշանակ։ Հարյուրավոր մարդիկ գիշերն օդանավակայանում էին դիմավորելու Հայաստան վերադարձած ամենայն հայոց կաթողիկոսին։ Գարեգին երկրորդն ուղերձով դիմել է իրեն աջակցելու եկած քաղաքացիներին, ասել, որ հավատում է, որ Աստծո ողորմությամբ եւ օգնությամբ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուզականության ընդվզումների պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Գարեգին երկրորդը հորդորել է ամուր ու հաստատուն պահել միաբանությունը ազգային կյանքում, թույլ չտալ, որ որևէ կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն մեր ազգային միասնությունը։ Վեհապարը նաև նշել է, որ եկեղեցուն եւ եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգի համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Հանդիպումն ավարտվել է աղոթքով։ Ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել եւս պարտավորեցնում է մեզ եկեղեցականներիս մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ արձես արհայրենին մեր իրականացնելու արդյունավոր կերպով։ Անշեղոր եւ մեր մեր հորդորը պիտի լինի ձեզ միաժամանակ սիրելիներ, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահել միաբանությունը ազգային մեր կյանքում։ Արցախի համար պայքարը շարունակեք, վեհապար։ Թույլ չտանք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն ազգային մեր միասնությունը։ Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով մեր կարողությունների
մեկ տեղումով պիտի կարողանանք դիմակայել բոլոր փորձություններին եւ լավատեսությամբ հուսով ու հավատով կերտել մեր եւ մեր զավակների վաղվա պայծառով։ Աստված օգնական ու պահապան մեր ժողովրդին այսօր եւ հավիտյանս։ Ամեն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր, որ երկինս ես, Սուրբ Եղիսեան քո, Եղեսե ակայություն քո, Եղիսին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հարաբազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ վարտիս մեր, որպես եւ մենք քո ուղներով պարտականած, եւ մի տակինս մեր զիփորձություն, այլ փրկյաց մեր շարեք, զիվորայականություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Իսկ այս ընթացքում վարչապետը շարունակել է գրառումները։ Մարիաթոր Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի, համաձայն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ գործակցությունը, կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացում։ Ալեն Բերսեն վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը շարունակելու սերտ գործակցությունը կառավարության հետ եւ օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղված նախաձեռնություններին։ Նա նաեւ շնորհավորել է վարչապետին այն, որ 2026-ին Հայաստանում անցկացվելու են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ COP17-ը դա որակելով որպես Հայաստանի աճող միջազգային հեղինակության վկայություն։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ կայունության ապահովման վերաբերյալ։ Իսկ առավոտյան Ալեն Բերսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ։ Գլխավոր քարտուղարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Բերսեին ավելի ուշ ընդունել է ազգային ժողովի նախագահը, քննարկել են ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության հաստատմանը, նաեւ տարածաշրջանի կայունությանը վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոփանիին։ Քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները, հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական գործակցության զարգացման հարցերին։ Անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին։ Որոշակի գործառույթներ իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու վարչապետի առաջարկն է մեկնաբանել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդատյանը վստահեցրել է, որ այդ խմբի աշխատանքը բացառապես լինելու է սահմանադրության եւ գործող օրենքների շրջանակում։ Լրագրողների հետ զրույցում նախարարն ասել է, որ իրենց այն բոլոր գործողությունները, որոնք վերջին 7 տարվա ընթացքում եղել են, Հայաստանի գործող օրենսդրության եւ սահմանադրության շրջանակներում են եղել, բացառել է իրավիճակ, որ գնան օրենքին, սահմանադրությանը նաև բարոյականությանը հակառակ։ Վարչապետը հայտարարել է, որ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի եւ այդ աշխատանքային խմբի աշխատանքը բացառապես լինելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ գործող օրենքների շրջանակներում, ես խնդրում եմ, որ դուք այդ մասով կասկած չունենաք։ Ընդհանուր առմամբ մեր բոլոր գործողությունները, որոնք վերջին 7 տարվա ընթացքում եղել են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության եւ սահմանադրության շրջանակներում եւ երբևէ չենք դուք աշխատանքային խմբի աշխատանքի բնույթը գիտեք, աշխատանքային խումբը հրապարակել է, օրինակ, ինչով է ինքը զբաղվելու։ Երբ որ հրապարակի, երբ որ իր աշխատակարգը հստակ լինի, դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ գործող օրենքներին այն ոչ մի կերպ չի հակասում
Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, երբ որ մենք գնանք օրենքներին եւ սահմանադրությանը եւ նաեւ բարոյականությանը հակառակ։ Հստակ անջատ կա եկեղեցին եւ պետությունը միմյանցից անջատ են։ Հարգելի գործընկերներ, քանի դեռ աշխատանքային խումբը իր աշխատանքային օրակարգը եւ իր աշխատանքային գործառույթները չի հրապարակել, թույլ տվեք սրա հետ կապված մեկնաբանություն չանեմ, ես վստահ եմ, որ ինչպես մեր բոլոր քայլերը, այնպես էլ այս քայլը տեղավորվելու են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրենքների եւ բարոյականության շրջանակներում։ Իսկ կարող եք նաեւ ակնկալել այդ վարչապետի հայտարարությունից դատել, որ հնարավոր է նաեւ առաջիկայում ընդդեմ վեհապարի քաղաքական քանի դեռ քաղաքական ակցիաներ չեն լինելու, որովհետեւ մենք քաղաքական գործունեությամբ այդ հատվածով մեզ քաղաքական չի մեր մոտիվացիան, վարչապետը ասել է, որ մեզ ավելի շատ եւ բացառապես այս հարցը ինձ անձամբ հարցը հետաքրքիր է որպես հայ քրիստոնյա եւ կուսակրոնության հետ կապված ուխտի թվացial խախտումներ կամ արդեն հայտարարված խախտումներ այս տրամաբանության մեջ է եւ երկրի վարչապետն է հայ քրիստոնյա լինելու համար երկրի վարչապետը նաեւ հայ քրիստոնյա է այո բայց ինք իր գործողությունները նաեւ ի պաշտոնե բերում են այդ բանին որ ես ենթադրում եմ որ աշխատանքային խումբը պաշտոնյաներից կազմված չի լինելու, կազմված է լինելու քաղաքացիներից, չեմ բացառում, որ նաև հոգևորականներից, գործող կամ նախկին, եւ կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ամբողջ իմաստացը տեղի Խորհրդարանում բյուջեի քննարկումները շարունակվել են կատարողականի ներկայացման ժամանակ քաղաքապետին պատգամավոր Գեգամ Նազարյանը հարցրել է արդյոք Տիգրան Ավինյանին չի մտահոգում քաղաքաշինական կառուցապատման այն պատկերը, որը կա Երևանում։ Ավինյանն ասել է, որ շատ դեպքերում շենքերը, որոնք կառուցվում են, դրանց շինթույլտվությունը կարող է տրված լինել տարիներ առաջ։ Քաղաքապետը նաև խոսել է մետրոյի աջափնյա կայանի կառուցման մասին։ Մենք կարծոք կարող ենք օրենքով արգելել ձեր օրինակ կարծիքն այնց հետաքրքիր, որ ընտրություններից առաջ մետրոյի զարգացման մասին այլևս ոչ մեկ իրավունք չունի ոչ մի խոստում տալ։ Եվ անցնեմ ավելի լուրջի, չեք արդյոք ծրագիր կա կամ քննարկում գոնե Երևանում տրամվայների վերականգնումը։ Դա արդյոք քննարկվել է, խելամիտ է, թե ինչպես եք տեսնում դրա զարգացումը։ Շնորհակալ եմ պարոն Նազարյան, իրականում որևէ մի ենթակառուցված քանդելը, որևէ մի բան ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում այդ ենթակառուցվածքը վերականգնելը, եւ սա միայն տրամվային չի վերաբերվում։ Սա տարբեր ոլորտներին է վերաբերում։ Քանդելը միշտ շատ ավելի հեշտ է, քան հետո ինչ որ բան սարքելը, եւ այսպես ասեմ, ոչ տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում զուտ այս պայդրությամբ իրատեսական չլինելու տրամաբանությամբ։ Մետրոյին վերաբերող ծրագիրը, այդտեղ օրինակ շատ ավելի մոտ ենք եւ շատ ավելի իրատեսական ծրագիր է, պարոն Նազարյան, որովհետեւ օրինակ իհարկե մենք աջափնյակի մետրոյի կայարանի նոր նախագիծը, որը երևի թե Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ամենաբարդ նախագծերից մեկն է, եթե ոչ ամենաբարդ նախագիծը, անցել է համալիր փորձաքննություն 2 օր առաջ, 3 չառաջ օրը, այո, մոտավորապես դրա վրա 7 ամիս ժամանակ ենք ծախսել, բայց համալիր փորձաքննություն այդ նախագիծը անցել է։ Այսինքն իհարկե պետք է նաև հասկանանք, որ այս տեսակ նախագիծ այս պետությունը 40 տարուց ավել չի արել։ Այս տեսակ աշխատանք այս պետությունը 40 տարուց ավել չի արել, եւ եթե նմանատիպ process-ներն են կանգնում, այդ կարողությունը, այդ գիտելիքը էլի չքանում է։ Հետո պետքա սկսես վերականգնել։ Հիմա ժամանակ է դա տանում, բայց ես անհոգնել եւ վստահ ձեզ ասում եմ, Երևան քաղաքում աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետեւ մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել արդեն շինարարության մրցույթը եւ համապատասխան ֆինանսավորումը հատկացնել եւ արդեն տեխնիկական հսկողության մրցույթը իրականացնել, որովհետեւ ամենաբարդ հատվածը կարծում եմ անցել ենք։ Ամենաբարդը նախագիծը ստանալն է, որը բոլոր փորձաքննությունները անցել է։
Այս պահին պատիվ ունեմ խմբակցությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է եւ այդ ձևաթղթի տակ դրված է 6 պատգամավորի ստորագրություն պատիվ ունեմ դաշինքից։ Հույդա գրասենյակում շուրջ 1 ժամ տևած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը։ Նշեմ, որ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ իրենք կտան պակասող 28 ստորագրությունը եւ կմիանան իմպիչմենթի գործընթացին։ Հաղթանակի ճանապարհը մեր համար ենթադրում է բոլոր հնարավոր սահմանադրական միջոցներով եւ ես դրանք նշեցի տեղեկատվական, փողոցային ճնշում, քաղաքական ճնշում եւ այսպես շարունակ հասնել անհրաժեշտ թվով, ընդ որում խնդրում եմ ուշադրություն դարձնել, հաղթանակի համար անհրաժեշտ թվով 36, 48, 24, ինչ որ թվեր են շրջանառվում, որոնք մեր համար բացարձակապես հիմք չեն։ Մենք այս գործընթացը մուտք ենք անելու փաստացի ազգային ժողով, այն ժամանակ, երբ դրա ուղղությամբ շոշափելի ձեռքբերումներ լինեն ստորագրությունների տեսքով։ Այնպես որ բոլոր են մարդիկ, ովքեր փորձում են ասել, որ այս գործընթացը կես տարով կապահովագրի Փաշինյանին, 24 ժամում հնարավոր չի եւ այլն, պարզապես եւս մեկ անգամ հորդորում եմ ծանոթանալ մեր նշած հայտարարություններին։ Մենք շարունակելու ենք ստորագրությունները հավաքել եւ դրանք մուտք ենք անելու ազգային ժողով, ոչ թե 36-ի լրանալուն պես, որը մինիմումն է օրենքով սահմանված, այլ շարունակելու ենք ավելի իրատեսական դարձնելու համար։ Այդպես այն ռիսկը, այն 6 մուտք հնարավոր չի անել։ Նախ 36 ես իմ տեղը խոսեմ էլ 36-ից սկսած հնարավոր է մուտք անել։ Կարծում եմ ակնհայտ լուծումը, ակնհայտ ռիսկը բացառելու ճանապարհով գնալու պարագայում, որպեսզի չընկնենք 24 ժամ ու կես տարի պատմությունների մեջ, մենք մուտք ենք անելու այն ժամանակ, երբ ավելի շոշափելի ձեռքբերումներ լինենք։ Այդ գործընթացում բոլոր այն քաղաքական, իրական ընդդիմադիր եւ ազգային ուժերը, որոնք մեզ կօգնեն, մենք դրան համար բացառապես շնորհակալ ենք, մեր շնորհակալությունը հենց այդքան էական չի։ Պատմությունը եւ սերունդները իրանց դրա համար շնորհակալություն կայացնում։ Տարվում են ամենատարբեր հարթություններում աշխատանքներ, կարծում եմ հանրապետականի հետագիծը մարդկանց հուշում է եւ նախագահ Սարգսյանի ուղիղ ասած խոսքը, որ առանց ծրագրի հանրապետականը երբեք չի գործում։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ ԱՄՆ-ի հետ զինված բախում սկսվելու դեպքում Իրանը կհարձակվի Մերձավոր Արևելքում բոլոր ամերիկյան ռազմակայանների վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն։ Ամերիկյան կողմի որոշ ներկայացուցիչներ սպառնում են, որ եթե բանակցություններն արդյունքի չհանգեցնեն, գործը կհասնի բախման։ Հուսով են, որ բանակցությունները կավարտվեն հաջող, բայց եթե մեծ զինված բախում պարտադրվի, հակառակորդի կորուստները միանշանակ կլինեն ավելի մեծ եւ այդ դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի լքել տարածաշրջանը։ Բոլոր ամերիկյան ռազմակայանները գտնվում են մեր հասանելիության գոտում, եւ մենք առանց տատանվելու հարվածներ կհասցնենք դրանց այն երկրների տարածքում, որտեղ դրանք տեղակայված են, նշել է Ազիզ Նասիրզադեն։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների 6-րդ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաքում։ Տեխասի ազգային գվարդիան կտեղակայվի ամբողջ նահանգում պայմանավորված բողոքի ակցիաներով, որոնք սկսվել են անօրինական միգրանտների դեմ ոստիկանության ռեյդերից հետո։ Այս մասին հայտնել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը։ Նա նշել է, որ բողոքի խաղաղ ցույցերն օրինական են, սակայն ցուցարարների կողմից մարդկանց եւ սեփականությանը վնաս հասցնելը անօրինական է եւ կհանգեցնի ձերբակալությունների։ Երկրում միգրանտների բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի միգրացիոն եւ մաքսային ոստիկանությունը հունիսի 6-ին մի քանի ռեյդ իրականացրեց ձերբակալելով տասնյակ մարդկանց։ Ցույցերն առավել ակտիվ են անցկացվում Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում, ինչի կապակցությամբ քաղաքի կենտրոնում պարետային ժամ է մցվել։ ԱՄՆ վարչակազմը այնտեղ է ուղարկել ազգային գվարդիայի ստորաբաժանումներ եւ ծովային հետևակայինների։ Բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր առնվազն 378 մարդ է ձերբակալվել։ Ցույցեր են տեղի ունենում նաեւ Նյու Յորքում, Չիկագոյում, Սիեթլում, Դենվերում, Սան Ֆրանցիսկոյում եւ ամերիկյան այլ խոշոր քաղաքներում։
Ռուսաստանն անհապաղ սկսել է Ստամբուլում ձեռք բերված մարդասիրական պայմանավորվածությունների փաթեթի իրականացումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գերիների փոխանակման գործընթացը սկսվել է հունիսի 9-ին, իսկ փոխանակման երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 10-ին, նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով Ռուսաստանը անում է ամեն ինչ զինծառայողներին ուկրաինական գերությունից դուրս բերելու համար։ Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ նմանատիպ մոտեցում է ակնկալվում Կիևի ռեժիմից։ Նախկինում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման եւ գերիների փոխանակման հարցերի շուրջ բանակցություններ էին անցկացվել Ստամբուլում։ Այնուհետև տեղի էր ունեցել ամենամեծ փոխանակումը 1000-ի դիմաց բանաձևով։ Նշենք, որ այսօր ռազմագերիների հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբը հայտնել է, որ Ուկրաինայի վերադարձվել 1212 զոհված ուկրաինացի զինծառայողների մարմիններ։ Խարկովի վրա գիշերային հարվածի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել 64-ը։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ տուժածների թվում կա 9 երեխա։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ 17 շահեդ անօդաչու թռչող սարքերի միջոցով հզոր հարվածները հրդեհներ են առաջացրել 5 հարկանի բնակելի շենքի 15 բնակարաններում։ Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսի Նեգուբովը նույնպես հայտնել է, որ հարձակումների հետևանքով վնասվել է քաղաքային տրոլեյբուսային կայարանը։ Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 11-ին անկլավի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հարվածների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 82 պաղեստինցի։ Բժշկական աղբյուրների տեղեկացմամբ իսրայելական զորքերը կրակ են բացել Նեցսարին բնակավայրի մոտ գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնում սննդի փաթեթներ ստանալու սպասող մարդկանց բազմության վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 25 պաղեստինցի։ Բացի այդ, Ալ-Ակսայի նահատակների հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ Դեյր Ալ-Բալա քաղաքի տներից մեկի վրա Իսրայելի օդային հարվածի հետևանքով սպանվել է 8 պաղեստինցի։ Ալ-Աուդա հիվանդանոցի տեղեկացմամբ հունիսի 11-ի վաղ առավոտյան իսրայելական ուժերը թիրախավորել են Սալահ Ալ-Դին փողոցում մարդասիրական օգնության սպասող հավաքված մարդկանց, որի հետևանքով զոհվել է 4 պաղեստինցի, 90-ից ավելի մարդ վիրավորվել է։ Մնացած զոհերը գրանցվել են անկլավի այլ հատվածներում։ Պետեկամուտների կոմիտեն բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք, մանրամասները ռեպորտաժում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու եւ այդ ճանապարհով գործունեության իրական ծավալների թեր հայտարարելու դեպք։ Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների եւ վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները ընդունում է խաղադրույքներ եւ այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու չի հայտարարագրում հարկային մարմնում։ Տեղեկությունները ճշտելու նպատակով կազմակերպվել եւ իրականացվել են բազմակողմանի օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խաղատունը թեր հայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամ իրացման շրջանառություն։ Բացի այդ, արձանագրվել են նաև այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերահսկողությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից։ Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության հաղորդման հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանեկությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով։ Վարույթային եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում խաղատանն իրականացվել են խուզարկություններ, արգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խաղատնային բիզնեսում հարկային ռիսկերի եւ կանխիկ գործարքների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։ Հիշեցնենք, որ տնտեսական գործունեության թափանցիկությունն ու հարկային պարտավորությունների ամբողջական կատարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև պետության ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նախապայման։ Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա եւ զենք զինամթերք, ավելին տեսանյութում։
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին Մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների հիշյալ տղամարդը զբաղվում է Ապոյնի թմրաշրջանառությամբ, բացի այդ Ապոյնի կերպով պահում է զենք զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային քննչական մարմնի ծառայողները քրեական վարույթի շրջանակներում կիրականացնեին անհետաձգելի ապացուցողական գործողություններ, Էրեբունու համայնքային ոստիկանները հսկողության տակ առան Երկաթուղայինների փողոցի բնակչի տունը։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի համագործակցված աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին էլեկտրական կշեռք, պլաստիկ տարաների մեջ լցված մարիխուանա թմրամիջոցի նմանվող տեղնականաչավուն զանգվածներ, ընդհանուր 1 կիլոգրամ 100 գրամից ավելի քաշով, 1 փաթեթ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, թափանցիկ հեղուկով լցված ապակյա 5 սրվակ, ինչպես նաև ինքնաշեն 4 ատրճանակ, գրչանման կրակող 2 սարք, պայթուցիչով նռնակ եւ փամփուշտներ։ 48-ամյա տղամարդը ձերբակալվել է, նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ վաղ նորվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանն էլ դարձյալ բարձրանում է։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։